Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու բալիկների մայր և Baby Box Armenia մոր և մանկան դեղատան պրոյեկտի հիմնադիր։ Այսօրվա մեր եթերի ժամանակ մենք ձեզ ցույց ենք տալու, բացատրելու ենք և պատմելու ենք դրա մասին, թե ինչ է անհրաժեշտ լինելու ձեզ բալիկի դուրս գրումից հետո պատրաստել տանը, սենյակում, լոգարանում և առհասարակ այն իրերը, որոնք անհրաժեշտ են լինելու բալիկի դուրս գրումից հետո։ Հիմա կխոսենք դրա մասին, թե ինչ է անհրաժեշտ լինելու բալիկի սենյակում։ Եթե բալիկը սկզբնական շրջանում ձեզ հետ նույն սենյակում է ապրելու, քնելու, այդ դեպքում ձեր սենյակի փոփոխությունների մասին կխոսանք։ Անպայման այն սենյակում, որտեղ բալիկն է քնելու, անհրաժեշտ է մահճակալ։ Մահճակալը պետք է լինի շատ հարմար բալիկի համար, առհասարակ ընտրում են կամ մահճակալ, կամ օրորոց, սակայն պետք է հաշվի առնել, որ օրորոցը կարող է կիրառել մինչև բալիկի 6 ամսեկանը, քանի որ այն շրջանում, երբ բալիկը արդեն նստում է, դա վտանգավոր է լինում բալիկի համար, քանի որ ինքը կարող է բարձրանալ եւ դուրս ընկնել օրորոցից։ Օրորոցը 6 ամսականից հետո միևնույն է պետք է փոխարինվի մահճակալով, հետեւաբար դուք պետք է որոշեք, դուք ընտրում եք օրորոց, թե անմիջապես սկզբնական շրջանից էլ մահճակալ։ Շուկայում գոյություն ունի լայն ընտրանի մահճակալների, սակայն ես խորհուրդ եմ տալիս ընտրել փայտային տարբերակները, քանի որ իրենք համարվում են էկոլոգիապես շատ մաքուր, ամուր եւ անվտանգ երեխայի համար, սակայն եթե դուք ընտրեք մետաղյա տարբերակը, պետք է հաշվի առնեք, որ ներկը, որով ներկված է լինելու մահճակալը, չպարունակի իր մեջ բացասական քիմիական տարրեր, որոնք կարող են բացասաբար ազդել բալիկի առողջության վրա, հետեւաբար շատ ուշադիր եղեք մահճակալի ընտրությանը։ Մահճակալը ընտրելուց հետո ձեզ պարտադիր պետք է ընտրել ներքնակ, որը պետք է լինի օրթոպեդիկ եւ անվտանգ բալիկի համար։ Նախասիրությունը տվեք լավագույն տարբերակին, որովհետեւ դա շատ կարեւոր է մահճակալի հետ մեկտեղ վերցնել ներքնակի լավագույն տարբերակը։ Մահճակալի մասին խոսեցինք, հիմա անդրադառնանք անկողնային պարագաներին։ Ձեզ պետք է լինելու մոտավորապես 2 փաթեթ անկողնային պարագաների, որի մեջ մտնելու է սավանը, ծրարը, բարձի երեսը։ Պետք է ձեզ նշեմ, որ մինչև 1 տարեկանը բարձի երես դուք չեք կիրառելու իր բուն նպատակով, քանի որ բալիկների համար չեն օգտագործում բարձ, սակայն գլխի տակ դուք կարող եք դնել այդ բարձի երեսը, որպեսզի եթե բալիկը օրինակ ծնվում է երկար մազերով, այդ մազիկները թափվեն անմիջապես բարձի երեսի վրա, ոչ թե անկողնային պարագայի վրա, այսինքն սավանի վրա, կամ եթե բալիկը կերակրելուց հետո մի փոքր կատնային հատված է դուրս բերում բերանից, այդ դեպքում եւս չկեղտոտվի ձեր սավանը, այլ բարձի երեսը դուք վերցնեք, անմիջապես լվանակ եւ փոխեք։ Նաև ձեզ անհրաժեշտ է լինելու մահճակալի համար կողային բարձեր։ Դուք կարող եք ընտրել կամ բարակ կողային բարձեր, բալիկին ավելի ապահով քնացնելու համար, որպեսզի այդ կողային փայտերին կամ մետաղներին բալիկը չխփի իր ոտիկը, թաթիկը կամ գլուխը, եւ ավելի հանգիստ դուք բալիկին քնացնեք։ Գոյություն ունեն այդպիսի բարձեր կողային եւ լինում են նաեւ վելուրից պատրաստված շատ գեղեցիկ հյուսքեր։ Այդ հյուսքերը եւս հիմա շատ ակտուալ է վերցնելը եւ ընդհանուր ամբողջ տարածքով կողային փակում են երեխային կողքերից, որպեսզի բալիկը իրեն չվնասի։ Նաև մահճակալի համար դուք կարող եք վերցնել երաշտական մոբիլ, որը ունենում է տարբեր գեղեցիկ երաժշտություններ բալիկին քնացնելու համար, նաև վառ գեղեցիկ խաղալիքները բալիկի զարգացման վրա են ազդում, սակայն այդ մոբիլները պետք է հիշեք, որ ճիշտ ձևով ամրացնեք մահճակալին, որպեսզի դա լինի անվտանգ։ Ավելի ճիշտ կլինի անմիջապես գլխի վերևը չդնեք, այլ մի փոքր ավելի հեռու բալիկից, ոտքերի հատվածում։ Եվ բալիկը ավելի հետաքրքիր ձևով կտեսնի խաղալիքները իր առջևից, ոչ թե գլխի վերևից, եւ դա ավելի անվտանգ կլինի բալիկի համար։ Հիմա խոսենք բալիկի վերմակի կամ ծածկոցի մասին, դա մենք որոշում ենք ըստ եղանակային պայմանների, եթե ձմռան ցուրտ ամիսներ են եւ պետք է ավելի տաք վերմակ ընտրել, ապա նախասիրությունը տվեք թեթև տարբերակներին, որովհետեւ նորածին երեխան շատ փոքրիկ է եւ նուրբ է, հետեւաբար իր վրա ծանր ծածկոց կամ ծանր վերմակ դնելը շատ սխալ կլինի, հետեւաբար այն պետք է լինի շատ տաք, սակայն չպետք է լինի ծանր։ Իսկ ամառվա շրջանում ավելի թեթև եւ բարակ շնչող ծածկոցներ ընտրեք բալիկի համար։
Մահճակալի մասին խոսելուց հետո մենք հիմա կխոսենք նաև բալիկի հագուստի համար նախատեսված հատուկ պահոցի մասին, այսպես կոչված կամոդի մասին։ Կամոդը իր վերևի հատվածում պետք է ունենա հատուկ հարմարանք, որը կլինի կողային հատվածներով, որի մեջ մենք տեղադրելու ենք այսպիսի բարձ, որը կլինի շատ փափուկ, վրան, բարձի վրա մենք կդնենք սավան եւ այս հատվածում մենք փոխելու ենք բալիկի հագուստը։ Կամոդի մեջ մենք տեղադրում ենք բալիկի համար նախատեսված բոլոր հագուստի տարբերակները, իսկ վերևի հատվածում դնում ենք այս բարձը։ Նաև շատ հարմար կլինի, որ դուք ձեր ձեռքի տակ ունենաք այսպիսի տուփ, որի մեջ լցված կլինեն բալիկի տակդիրները, որ ամեն անգամ տակդիրի տուփից չհանեք, անմիջապես այս տեսակի հետաքրքիր փոքրիկ տուփից կհանեք եւ կփոխեք բալիկին։ Այս կամոդի վրա պետք է նաև ունենաք անպայման լուսամփոփ, որովհետև եթե գիշերվա ընթացքում անհրաժեշտություն լինի բալիկին փոխել, դուք պետք է ունենաք լուսավորություն, նաև եթե բալիկը գիշերը արթնանում է մթության մեջ, նա կարող է վախենալ։ Հետևաբար սենյակը մի փոքր լուսավոր պետք է լինի։ Լամպ ընտրելիս դուք կարող եք ընտրել եւ սովորական տարբերակներ, օրինակ այսպիսի տարբերակներ գոյություն ունեն։ Այն լուսավորվում է, այսպես հպումից հետո այն լուսավորվում է, սենյակում կարող եք եւ այսպիսի սովորական տարբերակ ընտրել, եւ լավագույն տարբերակը կլինի իհարկե այսպիսի աղի լամպան, աղի լամպաները ախտահանում են, մաքրում են օդը ալերգեններից, փոշուց, հետեւաբար եթե ընտրեք աղի լամպան երեխայի սենյակի համար, դա կլինի լավագույն տարբերակը։ Սենյակում նաև պետք է ունենաք պարտադիր կերպով սենյակի ջերմաչափ, իդեպ ասեմ, այն ջերմաչափը, որը կիրառում եք լոգանքի համար, նաև կարող է ծառայել սենյակում որպես սենյակի ջերմաչափ, միշտ պետք է հիշեք, որ սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 21-ից 22 աստիճան, եւ դա պետք է դուք ինքնուրույն վերահսկեք, որպեսզի երեխային տաք չհագցնեք կամ ավելի թեթև չհագցնեք։ Նաև շատ կարևոր է սենյակում ունենալ խոնավեցնող սարք։ Հիշեք, որ սենյակի խոնավությունը պետք է լինի 40-ից 60%, որպեսզի բալիկի շնչառական ուղիները միշտ լավ աշխատեն եւ չլինեն որևէ խնդիրներ շնչառության հետ կապված։ Հիմա կխոսենք լոգարանի մասին, այն իրերի մասին, որոնք անհրաժեշտ է լինեն ձեր լոգարանում բալիկին ճիշտ գրագետ լոգանք մատուցելու համար։ Եվ առաջինը իհարկե դա վաննաչկան է, որը լինում են տարբեր տեսակների, սակայն ես ձեզ խորհուրդ եմ տալիս վերցնել այն տարբերակը, որը ունի ոտնակներ, որպեսզի վաննան դնեք ոտնակների վրա եւ կանգնած դիրքում հեշտորեն լողացնեք բալիկին։ Վաննան սովորաբար վաճառվում է իր համար նախատեսված հատուկ պարագաներով, դա կարող է լինել լոգանքի համար նախատեսված հատուկ բաժակը, դույլը եւ փոքրիկ թասիկը։ Երեխային լողացնելու համար նաև ձեզ անհրաժեշտ կլինի ցանց։ Ես ձեզ հիմա կբացատրեմ, թե առհասարակ ինչի համար է անհրաժեշտ լինում այսպիսի ցանցը։ Եթե դուք մենակով եք որոշում լողացնել բալիկին եւ չունեք օգնող, ավելի հեշտ եւ հարմար կլինի ցանցը տեղադրել վաննայի մեջ, մեկ ձեռքով ցանցի վրա պահել բալիկին եւ երկրորդ ձեռքով լողացնել իրեն։ Դա ավելի կհեշտացնի ձեր գործը։ Ես նշեցի, որ վաննայի հետ նաև տրամադրվում են իր համար նախատեսված հատուկ պարագաներ, բայց գոյություն ունեն այսպիսի բաժակներ, որոնք որ ունենում են այս ծայրի հատվածում հատուկ չափավոր ջրի քանակ երեխայի գլխի վրա լցնելու համար ծակեր եւ ըստ բալիկի տարիքի կարող են լինել ավելի արագ հոսքող եւ ավելի դանդաղ հոսքող, հետեւաբար կարող եք ընտրել նմանատիպ տարբերակներ, բայց եթե չեք ընտրում սովորական տարբերակներով եւս պետք է շատ դանդաղ լցնեք բալիկի գլխի վրա ջուրը, որպեսզի նա չվախենա, չխեղդվի եւ իր համար լոգանքի այդ process-ը լինի հաճելի։ Վաննայում ձեզ նաև անհրաժեշտ կլինեն սրբիչներ, սրբիչները լինում են տարբեր տեսակի, այսպիսի ավելի փափուկ սրբիչներ, որոնք իրենց վերին հատվածում ունեն այսպիսի գլուխը ծածկող գլխարկ։ Այս սրբիչներով դուք փաթաթում եք երեխային եւ գլխի վրա եք դնում սրբիչը, տանում եք ձեր սենյակ եւ չորացնում եք արդեն կոմոդի վրա եւ կարող են լինել սրբիչներ, այսպիսի 6 հաշերտ թանսիֆե սրբիչներ, որոնք
ավելի արագ են չորացնում բալիկին, ջրի ավելցուկը ավելի արագ են իրենց մեջ քաշում, հետևաբար կարող եք ընտրել նաև այսպիսի տարբերակներ։ Վաննայում ձեզ նաև անհրաժեշտ կլինեն խնամքի միջոցներ, խնամքի միջոցների մասին մենք խոսել ենք մեր նախորդ եթերի ժամանակ, կարող եք նայել անպայման մեր այդ եթերը, իսկ վաննայում նաև ձեզ անհրաժեշտ կլինի ջերմաչափ ջրի, որպեսզի դուք կարողանաք որոշեք ջրի ճիշտ ջերմաստիճանը, իսկ լոգանքի համար անհրաժեշտ է 36-ից 37 ջերմաստիճանի ջուր։ Եվ այսպես մենք խոսեցինք վաննայի պարագաների մասին, հիմա կանդրադառնանք եւս մի կարևոր փուլին եւ կավարտենք մեր այսօրվա գեղեցիկ հաղորդումը։ Իհարկե, պետք է հիշել երեխայի անվտանգության մասին եւ կա մի շատ կարևոր իր, որը կապահովի ձեր բալիկի անվտանգությունը։ Դա իհարկե ավտոմեքենայի համար նախատեսված նստատեղն է երեխայի համար եւ անգամ դուրսգրման պահից սկսած դուք պետք է այն կիրառեք, որպեսզի ապահովեք բալիկի անվտանգությունը, այսպես կոչված car seat։ Անպայման վերցրեք car seat, եթե ունեք մեքենա եւ եթե բալիկը պետք է տեղափոխվի A կետից B կետ ավտոմեքենայով։ Եւ իհարկե նաեւ կխոսենք նրա մասին, որ ձեզ մանկասայլակ է պետք բալիկին ման տալու համար, որովհետեւ առաջին իսկ օրերից պետք է բալիկը մաքուր օդ շնչի եւ դրա համար ձեզ անհրաժեշտ է լինելու մանկասայլակ։ Գոյություն ունի շուկայում տարբեր տեսակի մանկասայլակներ, արդեն դուք պետք է որոշեք որն է ձեզ ավելի հարմար, սակայն պետք է նշեմ, որ կան հավաքածուներ, որոնք իրենց մեջ ներառում են մանկասայլակ օրորոցով, նաև ման տալու համար նախատեսված նստատեղով հատված եւ car seat-ը նույնպես մտնում է այդ հավաքածուի մեջ, երեքը մեկում է։ Կարող եք նման բան գնել, որ ձեզ համար ավելի հարմար եւ հեշտ լինի։ Այսօր մենք խոսեցինք շատ կարևոր թեմաների մասին, այն մասին, թե առհասարակ ինչ է անհրաժեշտ լինելու բալիկի ծնվելուց համար պատրաստել տանը եւ ինչ պետք է տանել նաեւ հիվանդանոց։ Նախորդ մեր եթերի ժամանակ խոսել էինք պրոդուկտների, խնամքի միջոցների մասին, այսօր խոսեցինք իրերի մասին։ Հույս ունեմ այսօրվա մեր եթերը ձեզ դուր եկավ, նոր բան քաղեցիք ձեր համար եւ գրանցեցիք այդ ցանկը ձեզ մոտ եւ դա ձեզ կօգնի մայրանալու ձեր գեղեցիկ փուլում։ Հաջողություն եմ մաղթում ձեզ եւ առողջություն եմ մաղթում ձեզ եւ ձեր հարազատներին։ Հաջողություն մինչ նոր հանդիպում։